106.5 FM հաճախականությամբ Էկո անկյուն ռադիոնախագիծն է, որը կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել։ Այսօր մենք ունենք շատ հետաքրքիր հյուր Դավիթ Մկրտչյան, մեդիափորձագետ, որը վերջերս համացանցում սկսել է նոր բլոգ, որն էլ շատ արագ ճանաչում ձեռք բերեց։ Ողջույն Դավիթ։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ ու շնորհակալություն, որ հրավիրել եք այսօր։ Դավիթ, որքան ժամանակ է, որ արդեն բլոգը գործում է եւ ինչ հաջողություններ եք գրանցել։ Երևի արդեն 2 ամիս շատ բավականին մեծ աճ ենք գրանցել այս 2 ամսվա ընթացքում։ Ես սկսել էի հիմնականում Instagram-յան էջով, այնուհետև TikTok-ով, Instagram-յան էջը 2 ամսվա ընթացքում 5700 հետևորդ հավաքեց, այո։ Ու շատ մարդ հետաքրքրված է կոնտենտով, ինձ ամեն օր գրում են, թե ինչքան հաճելի է տեսնել հայկական սոցիալական մեդիայում խելացի կոնտենտ։ Այն է, շատ քիչ ժամանակ առաջ շատերը այդքան էլ լուրջ էին վերաբերվում, հա, այս ամենին տպավորություն էր, որ TikTok-ը եւ ինչու՞ չէ նաեւ Instagram-ը ժամանցի հարթակներ են, բայց այսօր տեսնում ենք բավականին լուրջ, այսպես բլոգային էջեր, հա, այդ թվում նաեւ ձեր էջը։ Ինչն է նպատակը այս էջի եւ վերջնական նպատակը ո՞րն է։ Էջի նպատակը հայկական սոցիալական մեդիաներում մի հատ բաց լրացնելն է, որը բարձր ինտելեկտուալ կոնտենտ է իրենց ենթադրում, այսինքն կրթական կոնտենտ, ոչ թե ժամանցային։ Դավիթ, նայեք, մենք եթերից առաջ առիթ ունեցել ենք զրուցել այն մասին, որ իսկապես կար անհրաժեշտություն, հա, մեդիա հարթակներում հայկական ունենալ նմանատիպ ուղղության էջ, բայց համարում եմ, որ այն մի փոքր լոկալիզացման կարիք ունի։ Արդյոք կարծում եք, որ մեր միջին այսպես քաղաքացուն հասանելի է այն ինֆորմացիան, այն կոնտենտը, որ ներկայացնում եք։ Այո, որովհետև ես փորձում եմ ամեն ձև իմ տեսանյութերը նենց դասավորեմ ու սարքեմ, որ մարդուն հասանելի լինի։ Այսինքն, թե պատկերները, թե բացատրելու ոճը եւ թե բառապաշարը, որը որ ընտրում եմ։ Այսինքն ինձ թվում է, որ իմ կոնտենտը հասանելի է բոլորին։ Այնուամենայնիվ ինչ եք կարծում, այս կոնտենտը ընդհանուր թիրախ ունի, թե որոշակի առումով սահմանափակում կա թիրախի պարագայում։ Իմ կարծիքով ինչ որ սահմանափակում իմ կողմից կոնկրետ չկա, բայց բնականաբար մարդիկ տարբեր նպատակներով են օգտվում սոցիալական մեդիայից։ Այսինքն, եթե մարդու նպատակը տեղից ուղակի ժամանցային ինչ որ բաներ դիտելն է եւ այլն, բնականաբար տենց մարդուն չի հետաքրքրի այն կոնտենտը, ինչը ես ստեղծում եմ, այսինքն ինքը կրթական ինչ որ նպատակով չի մտել այդ սոցիալական հարթակ։ Համենայն դեպս կարծում եմ, որ սենց էջերի օգնությամբ եւ սենց կոնտենտ տարածելով մենք կարող ենք համել մարդկանց ասել եւ տեղեկացնել, որ այս սոցիալական հարթակները ոչ միայն ժամանցի համար են, այլ նաեւ կարելի է կիրառել կրթվելու, նոր բան սովորելու, միանշանակ ու շատ հեշտ ու շատ հասանելի ձև է հասարակությանը կրթել սոցիալական հարթակների միջոցով հետաքրքիր տեսանյութեր։ Իսկ բավականին մաչելի գործիք կարող է դառնալ։ Մաչելի նկատում եք ֆինանսական առումով։ Ոչ միայն, նաև ժամանակի առումով, որովհետև զբաղվածության պարագայում էլ կարող ես թերթել, ուղղակի լսել կողքից եւ նոր ինֆորմացիայի այսպես աղբյուր հանդիսանա։ Միանշանակ, այստեղ հետո գիտեք ինչն է կարևոր, որ բնականաբար սոցիալական մեդիաները ու ալգորիթմները աշխատում են մարդկային ուշադրության հետ։ Իսկ կրթական ոլորտում դասախոսներ կլինեն, թե ուրիշ ինչ-որ նյութեր, բարդ նյութեր ներկայացնում են ոչ մատչելի, ոչ մարդու ուշադրությունը պահող ոճով։ Այստեղ սոցիալական մեդիայում կրթական նյութերը պետք է ներկայացնես, որ գրավում է մարդու ուշադրությունը, պահում է շատ արագ, այո։ Ու այդ ժամանակ կենտրոնացված ուշադրության պարագայում այդ ինֆորմացիան, ինչը դու մարդուն փոխանցում ես, ոնց որ sense նստում է ենթագիտակցական ոլորտում միանգամից։ Դավիթ, նայեք, մեր հարթակում էկոանկյունում մենք մշտապես քննարկում ենք շրջակա միջավայր, տեխնոլոգիաներ, արևային էներգետիկա եւ այն ամենը, ինչ կյանքը կարող է դարձնել ել ավելի լավ եւ էկո։ Այսօր միասին քննարկելու ենք արհեստական բանականության դերն ու նշանակությունը մեր կյանքում, որովհետեւ այնուամենայնիվ վստահ եմ դուք էլ ձեր բլոգում նյութեր ստեղծելիս օգտագործում եք, կիրառում եք արհեստական բանականության ամենապրիմիտիվ գործիքներից սկսած մինչև, չգիտեմ, մշակման, խմբագրման եւ այլ գործիքներ։ Եթե համաձայն եք, անցնենք այս թեմային եւ քննարկենք ինչպես եք վերաբերվում արհեստական բանականությանը առհասարակ։ Ես ունեմ ավելի շատ դրական ընկալում արհեստական բանականության մասով, կարծիքները իհարկե տարբերվում են։ Մենք ունենք
շատ խելացի մարդիկ, ազդեցիկ մարդիկ ու հավասար թվով բաժանված են երկու մասի։ Մի մասը առավոտից մինչև երեկո բոլորին զգուշացնում է, որ սա շատ վտանգավոր գործիք է։ Մի մասը ուշադրություն չդարձնելով դրան զբաղված է դա ավելի կիրառելով եւ այլն։ Չեմ շտապում ինչ որ կարծիք ձևավորեմ այս պահի դրությամբ, բայց ընդհանուր ընկալումը դրական է բավականին։ Հետաքրքիր մի բան պետք է ասեմ դες անկեղծ, որ երբ առաջ անգամ ձեր բլոգը տեսա, մի պահ ինձ թվաց, սա արհեստական բանականության կողմից ստեղծված է եւ դուք էլ իրական կերպար չեք, բայց հետագայում արդեն ուսումնասիրելով հասկացա, որ այո, իրական կերպար է։ Ինչ եք կարծում, առաջիկայում հնարավոր է, որ ձեր ժամանակը խնայելու համար օրինակ ստեղծեք ձեր արհեստական բանականության միջոցով Դավիթ կերպարը, այո։ Ես երբեք դա չեմ անի։ Տեսնում եմ, որ շատ մարդիկ օգտագործում են իրականում դա, բայց ինձ թվում է, որ սա մարդկանց մոտ վստահության անկում է առաջացնում։ Շատ երկար ժամանակ, երևի 100 տարուց ավել, տեսանյութը եղել է մարդկանց համար առաջին ապացույցը։ Այսինքն մենք տեսանյութը որպես ֆորմատ օգտագործել ենք որպես ինչ-որ բան ապացուցելու բան, ու հիմա արհեստական բանականությունը դա փոխարինում է, այսինքն մեր հասարակության մեջ ամենակարևոր դեր տարած տեսանյութը, որը ծառայել է որպես ապացույց, այլևս գոյություն չի ունենալու։ Մարդիկ ուշադրություն են դարձնում հասկանալու, թե սա իրական մարդ է, թե ոչ, եթե իրական մարդ չի, հիմնականում շատ կասկածով են վերաբերվում այս տեսանյութին։ Լավ, նաև եթերից առաջ զրուցել ենք անձի հեղինակության կարևորության մասին, հա։ Վստահ եմ, որ շատերը այս բլոգի միջոցով սկսեցին հետաքրքրվել, թե ով է Դավիթ Մկրտչյան առհասարակ, որովհետև իրական եթերից առաջ ես էլ փորձեցի հասկանալ, բայց այդպես էլ չհասկացա, որովհետև միգուցե ձեր մասնագիտական այսպես փորձառությունն է ստիպել, որպեսզի թաքցնեք այն ամենը ձեր անցյալը, կրթությունը եւ այլն։ Այսինքն հասանելի չէ, հա, այն ինֆորմացիան, որը առհասարակ բլոգերների եւ հանրային մարդկանց կյանքը շատ հասանելի է, մատչելի է, հա, բոլորի համար։ Ինչն է պատճառը, որ օրինակ Facebook-ում չկա նույնիսկ լուսանկար, որտեղ ամբողջությամբ եք չգիտեմ, ասեմ, Facebook-ից հիմա քիչ եմ օգտվում, այն պատճառով, որ հիմնականում բոլոր ընկերներս եւ բոլոր ծանոթներս Instagram-ում են։ Facebook-ում ընդհանրապես ոչ մի բան իմ մասին համարյա նշված չի, երևի թե երկու բան կա նշված, որը ոչ մի ուրիշ տեղ նշված, դա այնն է, որտեղ եմ ես սովորել ու ինչ աշխատանքով եմ զբաղվել անցյալում։ Չեմ թաքցնում ոչ իմ կրթությունը, ոչ աշխատանքս, ուղղակի չեմ համարում, որ դա կարևոր է իմ կոնտենտի համար այս պահին։ Այսինքն, եթե մտնում ես դու սոցիալական կայքեր ու հիմա շատ տրենդային է, որ բոլորը նշում են, թե ինչքան մասնագիտություն ունեն ու ինչով են զբաղված, իմ համար դա կարևոր չի։ Դավիթ, միգուցե ձեզ համար կարևոր չի, բայց աուդիտորիայի համար շատ կարևոր է, թե ով է այդ ինֆորմացիան փոխանցում։ Այդ մասին նույնպես խոսել ենք, որովհետև երբ լսում ես խելացի մտքեր, հա, խելացի կոնտենտ, ուզում ես հասկանալ ով է ետևում կանգնած։ Այս պարագայում կարծում եմ այն ամենի ժամանակի ընթացքում ստիպված եք լինելու, որպեսզի հա լայն հարությունը իմանա ով է Դավիթ Մկրտչյանը, ինչով է զբաղվում, որտեղից այս գիտելիքները եւ այլն։ Կգա ժամանակը, որ ես ինտերվյուների միջոցով կամ ոդկասթների մարդիկ կսկսեն ճանաչել։ Այսինքն կտեղեկանան, թե որտեղից գիտեմ այնինչ գիտեմ եւ այլն, իմ մասին։ Եվ որտեղից գիտեք այնինչ գիտեք։ Հիմա ձեզ հետաքրքրում է փորձից։ Բնականաբար իմ կրթությունը մեծ դեր է խաղացել սանում։ Ես սովորել եմ սկզբից ընդունվել եմ, չեմ սովորել MGU, հետո ամերիկյան համալսարան Հայաստանում, սովորել եմ 1.5 տարի, այնուհետև տեղափոխվել եմ Ամերիկա կրթությունը ստանալու համար։ Այդ ընթացքում ինձ միշտ հետաքրքրել է այն թեմաները, ինչի շուրջ ես հիմա խոսում եմ։ Շատ լավ։ Անցնենք մեր հետաքրքիր թեմաներին, ինչ դեր ունի այսօր արհեստական բանականությունը մեր առօրյա կյանքի կազմակերպման եւ որոշումների վրա։ Իրականում արհեստական բանականության դերը շատ մեծ է, ուղղակի այս մեծ բառը պետք է սահմանեմ, մեծ այն առումով, որ շատ հաճախ ենք մենք օգտագործում օրվա ընթացքում, բայց թե ինչ դեր ենք տալիս արհեստական բանականությանը կախված է օգտագործողից։ Առօրյա կյանքը կազմակերպման համար մարդիկ կարան արհեստական բանականություն օգտագործեն որպես օգնական, այսինքն կարանք պատկերացնենք sense մի բան, մարդը արթնանում է մի բաժակ սուրճով, առավոտյան պատմում է արհեստական բանականությանը, այս դեպքում գեներատիվ մոդելներին, ChatGPT-ին, Gemini-ին կամ DeepSeek-ին, թե ինչեր ունի անելու այդ օրը ինքը։ Արհեստական բանականությունը օպտիմիզացված օրակարգ կարող է տա
մարդու համար, այնուհետև հիշացնի մարդուն, թե օրվա ընթացքում ինքը ինչ կարող աներ։ Կարող ենք համարել, որ դուք այսօր ամբողջությամբ վստահում եք, հա, ChatGPT-ին կամ նմանատիպ այլ ծրագրերին։ Ես անձամբ բացարձակ ոչ, ու ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս ամբողջությամբ վստահել, քանի որ արհեստական բանականությունը առաջի հերթին սխալական է, երկրորդ հերթին չունի բավականաչափ թափանցիկություն հասկանալու, թե ինչ ալգորիթմներով է աշխատում։ Դա կարևոր է նշելը։ Ձեր կարծիքով արդյոք արհեստական բանականությունը կարող է նպաստել հասարակության սոցիալական միջավայրի պահպանմանը եւ բարելավմանը։ Այստեղ հետաքրքիր է, որ սոցիալական միջավայրի պահպանմանը նպաստել ոչ, որովհետև նպաստելու է սոցիալական միջավայրի փոփոխությանը ավելի շուտ, քան պահպանմանը։ Ես օրինակ բերեցի սոցիալական մեդիաների հետ կապված, օրինակ արհեստական բանականության միջոցով կամ պատճառով մենք այլևս չունենք սոցիալական մեդիա, ունենք հետաքրքրության մեդիա։ Դա երևի ամենամեծ փոփոխությունն էր մեր սոցիալական միջավայրում, քանի որ սոցիալական մեդիաները միջավայրի մեր մի մասն են, մեծ մաս, ճիշտ է։ Ինչ որ առումով։ Անցնենք հաջորդ հարցին, որոնք են այն հիմնական ոլորտները, որտեղ արհեստական բանականությունը արդեն զգալի ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի որակի վրա։ Նաև անպայման խոսելու ենք էկոլոգիայի եւ արհեստական բանականության, այսպես համակցության մասին։ Իմ կարծիքով արհեստական բանականությունը այսօր արդեն մեծ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտներում։ Սկսած առողջապահությունից, կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ։ Ես իմ համար առանձնացնում եմ կրթությունը, որտեղ դա իմ համար շատ կարևոր է։ Կրթության մեջ ունի ահռելի մեծ ազդեցություն։ Այսինքն ուսանողները կարող են վարքյանների ընթացքում գրել աշխատություն եւ ներկայացնել որպես իրենց սեփական։ Դա էլ բացասական կողմն է իրականում։ Դա ունի եւ բացասական եւ դրական կողմ, այստեղ մեղավոր փնտրել պետք չի, օգտագործողից է կախված եւ AI մոդելից։ Շատ լավ։ Արդյոք ձեր կոնտենտները գեներացնում եք հենց արհեստական բանականության միջոցով։ Ոչ։ Պրովոկացիոն հարց։ Շատ լավ հարցեր։ Իրականում ինձ հարցրել են այդ։ Իմ կոնտենտը չի գեներացվում արհեստական բանականության կողմից, բայց արհեստական բանականությունը դեր խաղում է։ Եթե մի ամբողջ օր պետքա ծախսեի սկրիպտը գրելու համար, հետո research անելու եւ այլն, հիմա դա վարքյանների ընթացքում ինձ հասանելի է։ Ես ոնց եմ կարող ձեզ ներկայացնեմ իմ process-ը։ Ես թելադրում եմ արհեստական բանականությանը, այս դեպքում ChatGPT-ին, իմ ընդհանուր գաղափարը։ Այ ես այսօր ուզում եմ խոսամ այս ինչ թեմայից, ինձ հարկավոր է սա կրճատել եւ հարկավոր է ինձ աղբյուրները այդքան չէ, որտեվ ես եմ նշում աղբյուրները, որովհետեւ մենք գիտենք, որ արհեստական բանականությունը հալյուցինացիաներ ունի։ Այո, մեկ-մեկ հորինում է։ Հորինում է, հա։ Ոնց որ վատ ուսանող լինի, դասը չսովորած, որ sense ինչ որ ոտի վրա պետք է մի բան քեզ բացատրի։ Պատասխանի էլի դասը։ Հետո ամենակարևոր մասը այն է, որ ես անպայման ասում եմ արհեստական բանականությանը, որ ցույց տա իմ թելադրածի բոլոր թույլ կողմերը։ Լավ։ Այսինքն ունեմ արդյոք այստեղ կույր կետ, որտեղից ես պետք է այս թեմային անդրադառնամ։ Շատ լավ։ Ու ըստ դրա արդեն գեներացվում է կոնտենտ։ Խոսենք մի փոքր էկոլոգիայի եւ արհեստական բանականության, հա, համակցության մասին, ինչ է կարծում, կարող է արհեստական բանականությունը իսկապես այսպես նշանակալի կարևոր դեր խաղալ, հա, բնության պահպանման գործում։ Իմ կարծիքով ոչ թե կարող է դեր խաղալ, այլ խաղալու է պարտադիր, բայց այստեղ նույնպես ունենք երկու կողմ, համ շատ լավ, համ բավականին վատ։ Մենք գիտենք, որ արհեստական բանականությունը կիրառում է շատ մեծ քանակի էլեկտրաէներգիա եւ էներգիա։ Որտեղից ենք ստանալու այս էներգիան, քանի որ արհեստական բանականությունը զարգանում է։ Մենք հիմա AI-ի հետ այլևս գործ չենք ունենալու, մենք շատ շուտով մոտակա տարիների ընթացքում անցնում ենք AGI-ին, այսինքն սուպեր ինտելեկտին։ Սրա գործունեության համար բավականաչափ մեծ էներգիա է պետք։ Այս առումով մենք կարող ենք վնաս տանք բնապահպանությանը։ Դավիթ, բայց կհամաձայնվեք, որ օրինակ առօրյայում իսկապես լինում են պահեր, որ արհեստական բանականության օգնության շնորհիվ մենք ավելի ինքնավստահ ենք մեզ զգում։ Օրինակ ճանապարհորդելիս ես իմ սեփական փորձից նշեմ, լինում են պահեր, երբ իսկապես խորհրդի կարիք ունես եւ դիմում ես ChatGPT-ին օրինակ եւ բավականին ֆանտաստիկ լավ խորհուրդներ է տալիս։ Օրինակ, ուր այցելել այդ ժամին, որտեղ են բացված, այսինքն այն ինչ որ պետք է ժամերի ընթացքում փնտրեիր, միգուցե եւ սխալմամբ լեսբի, այսպես չիմացության պատճառով չկարողանայր եւ այլն, շատ արագ կազմակերպվում է։ Դուք նենց լավ բան նշեցիք, ուրեմն ամենամեծ դերը երևի որ արհեստական բանականությունը խաղալու է, դա լեզվի պատնեշների հեռացումն է։ Այսինքն մարդկությունը այլևս այդ խնդիրը բաժանման, լեզվով բաժանման չի ունենալու։
մենք բոլորս կարողանալու ենք հաղորդակցվենք շատ արագ եւ էֆեկտիվ ձևով AI-ի միջոցով։ Խոսենք մի փոքր ռիսկերի մասին, ինչ ռիսկեր եք տեսնում եւ արդյոք ինչ որ ունեք, հա, այսպես պրոգնոզ, ինչ որ տենց պատկերացումներ ապագայում ինչ կարող է լինել վատագույն սցենարով։ Ամենավատագույն սցենարը դա նա է, որ AI-ը արհեստական բանականությունը խորհուրդ տվողի դերից վերածվելու է որոշում կայացնողի, թելադրողի, հա, որոշում կայացնողի եւ նաեւ թելադրողի։ Իհարկե վերջնական որոշումը մարդն է միշտ կայացնում, բայց ես արդեն նկատում եմ, որ մարդկանց ինչ որ զանգված, իրենց որոշումները արտահանում են, այդ դերը տալիս են, որ արհեստական բանականությունը կայացնի։ Արհեստական բանականությունը կարող օգնի որոշում կայացնելու process-ում, արագացնի process-ը, այսպիսով նվազեցնելով կոգնիտիվ ծանրաբեռնվածությունը, բայց արհեստական բանականությունը չպետք է քո փոխարեն որոշում կայացնի։ Իրականում ես նաև վտանգ եմ տեսնում, երբ շատերը իրենց առողջական այսպես հարցերն են, այո, կոնսուլտացիա են անում հոգեբանական նույն ChatGPT-ի հետ եւ նշում են նա ինձ օգնեց, ինձ համար շատ վախենալու է, որովհետեւ այնուամենայնիվ մենք գործ ունենք ոչ մարդկային ինտելեկտի, այլ արհեստական բանականության հետ։ Ամենակարևոր կետերից են, որը էմպաթիա չունի։ Հա, բացի նրանից, որ էմպաթիա չունի, մարդիկ չեն հասկանում, որ ինքը ինքնագիտակցություն էլ չունի, այսինքն դու մարդու հետ չես շփվում։ Դու շփվում ես անգլերենով ասած large language model, խոշոր լեզվային մոդելի, դու շփվում ես խոշոր լեզվային մոդելի հետ, որը գեներացնում է պատասխաններ ուղղակի պատեռներ ճանաչելով, այսինքն ամենահավանական երկու բառեր իրար կպցնելով քեզ տալիս է պատասխան։ Ինքը քեզ չի հասկանում։ Կամ այնուամենայնիվ ինչ որ միտեղից է սնվում, որը միգուցե եւ այնքան հավաստի ինֆորմացիա չէ։ Եվ հաջորդ հարցը շատ ճիշտ նշեցիք, որ բավականաչափ թափանցիկություն, թե ինչ data point-երի վրա է հավաքվել ու վարժեցվել այս արհեստական բանականությունը, մենք այս պայդրությամբ չունենք։ Բայց հոգեբանական կոնսուլտացիա ChatGPT-ի հետ անցկացնելը դա ուղղակի աբսուրդ է։ Շատ լավ, խոսենք էթիկական կողմի մասին, հա, այս դեպքում ինչպիսի կապ եք տեսնում ես սոցիալական, հա, կապը եւ արհեստական բանականության։ Ինչը վերաբերվում է էթիկային, նորից ունի երկու կողմ, այստեղ 50%-ով բաժանվում է պատասխանատվությունը եւ օգտագործողի եւ այս արհեստական բանականությունը ստեղծողի, քանի որ արհեստական բանականությունը նախորոք ծրագրված մոդելով է աշխատում, այսինքն էթիկական նորմերը ինչ որ մեկ իրան թելադրել է, ինչ որ մի մարդ։ Լավ։ Ու օգտագործողից էլ է սա կախված, այսինքն ոնց կօգտագործի։ Մենք շատ պարագաներում այսօր արդեն կարող ենք տեսնել, որ AI-ը ոչ այդքան էթիկական կիրառումներ ունի մեր հասարակության մեջ։ Եվ ցավոք նկատում ենք, որ նաև գովազդային այսպես ոլորտն է ներխուժում AI-ի ոլորտ, ինչը շատ բնականաբար վատ է։ Այսինքն հետագայում նրա խորհուրդները արդեն ազդված կլինեն այսպես գովազդային վճարումներից եւ այլն։ Սա շատ կարևոր մի հատ ուրիշ առանձին մեծ թեմա է, որովհետև եթե առաջ մարդը այս գովազդային ոլորտը աշխատում էր Google-ով, օրինակը մարդը ակտիվորեն ինչ-որ բաներ փնտրում ու անում էր ինքը վերլուծություն, այսինքն տարբերակներ էր առաջ բերում, հետո որ ընտրություն կային։ Ամենայնիվ, հա, գործիքներ կային, որ հնարավոր է։ AI-ի պարագայում, եթե ինչ-որ մի կոնկրետ գեներատիվ AI մոդել գրավի բոլորի ուշադրությունը, հետո պահի բոլորի վստահությունը, մարդիկ ուղղակի ծուլանալու են իրանք վերլուծեն։ Հարցնելու են, օրինակ, ես այսօր գնում եմ խանութ, ինչ եմ առնելու։ Ու արհեստական բանականությունը քեզ արդեն ասում է ինքը դու ինչ պետք է ինչ խորտ կտա, կամ ինչ ապրանքանիշի, հագուստ եւ այլն, մեքենա գնի։ Ինչ օրինակ, եթե Google-ի պարագայում մենք գիտենք, որ ոնց է Google-ը դասավորում, չէ՞, այդ առաջի էջը, ունդեղ գովազդվող ալգորիթմների տրամաբանությունը արդեն པարզ է։ Ու եթե գովազդը դա նշվում է, որ սա գովազդ է, AI պարագայում այդքան էլ տենց նկատելի չէ բնականաբար։ Հաճախ եք զրուցում AI-ի հետ։ Ամեն օր։ Ոչ ձեր թեմաներով, այլ առհասարակ փորձում նրա ինտելեկտը կամ ամեն օր, բայց ժամանց անցկացնում։ Հա, միանշանակ փորձում եմ ոչ թե իր ինտելեկտը, այլ իմ։ Այսինքն, եթե ես ինչ-որ բանի շուրջ մտածում եմ, ինձ հետաքրքիր է, թե ես ինչ բաց թողումներ ունեմ, այս գաղափարը ավելի հետաքրքրացնելու կամ իդեալական դարձնելու։ Երբևիցե խաղացել եք նրա հետ։ Այո։ Սիրահետել։ Երբեք։ Երբեք։
Շատ լավ։ Անցնենք մեր մյուս հարցերին։ Ձեր կարծիքով արդյոք արհեստական բանականությունը կարող է փոխել մարդկանց հաղորդակցման մշակույթը եւ սոցիալական վարքագիծը։ Առասարակ։ Այո, ինձ թվում է, որ ես կարծում եմ, որ ոչ թե կարող է փոխել, այլ արդեն փոխել է մարդկանց հաղորդակցման մշակույթը առավելապես։ Նորից պետքա վերադառնամ սոցիալական մեդիաներին, որտեղ են հիմա մարդիկ ամենաշատը շփվում։ Instagram-ով եւ այլն։ Երկե մարդիկ տարբեր են, Դավիթ։ Շատ մարդիկ նախընտրում են իրական շփում։ Շատ մարդիկ են նախընտրում իրական շփում։ Ես չէի ասի, մենք հիմա գործ ունենք մի հասարակության հետ, որ այլևս չի նախընտրում իրական շփում։ Ես չեմ ասում դա որպես լավ բան։ Իրական շփումը մարդու համար անորոշություն է, անորոշությունից մարդ միշտ փախնում, այսինքն երբ որ դու իրական մարդու հետ ես շփվում, կանխատեսելի չի, թե ինչ պատասխանները ստանալու ես մարդուց։ Բայց էմոցիոնալ առումով ավելի իրական է եւ առողջ, ավելի բնական է իհարկե իրական մարդու հետ շփումը ու դա շատ դա մենք պետքա պահպանենք։ Բայց արհեստական բանականության ազդեցությունը այդ հաղորդակցման վրա շատ մեծ դեր է խաղում։ Մարդիկ նախընտրելու են շփվեն արհեստական բանականության հետ, որը հայլիաձև իրանց հաղորդակցման ոճը օգտագործելով շփվում է մարդու հետ, այսինքն շատ ավելի կանխատեսելի է, անորոշություն չկա, դու արդեն գիտես ինչ պատասխաններ ակնկալես եւ այլն, եւ քեզ չի դատում սոցիալական ստատուսով, իսկ սա շատ կարեւոր մաս է մարդկանց հաղորդակցման մեջ։ Մարդիկ գերադասելու են այդ շփումը իրական մարդու հետ։ Լավ չկա այն արդեն հոգնածության այսպես level-ը ձեզ մոտ, որ տեսնում եք AI-ով գեներացված ֆոտոներ, վիդեոներ եւ այլն, որովհետեւ շատերից եմ լսում, որ արդեն չեն ուզում տեսնել, հա, երբ նոր էր այս տենդենսը միտումը, բոլորին հետաքրքիր էր, այսպես որ ինչ որ մրճունը սաքսոֆոն է նվագում եւ այլն, հա, շատ մեմեր որպես հայտի դարձավ համացանցում, բայց այսօր գրեթե բոլորին արդեն հետաքրքիր չեն այս ամենը։ Անկեղծ ասած ինձ նույնպես հետաքրքիր չեն, այսինքն եթե ես սոցիալական մեդիայով ինչ որ բան եմ ուզում նայեմ ու հանկարծ ինձ պատահում է այտենց մի հատ տեսանյութ, ես միանգամից թերթում եմ։ Իսկ հումորային տեսանյութերը, երբ օրինակ քաղաքական գործիչները, չգիտեմ, ինչ որ այլ բաներով են զբաղված, որ իրական կյանքում բացառված է։ 1000-ից 1, եթե ինչ որ շատ, ասենք, հումորային դիպուկ բան կա, հա, կարող է նայեմ, ուղարկեմ, ասենք, ընկերներիցս մեկին, ասեմ, հլնա ես ինչ եմ անում։ Շատ լավ։ Ինչպիսի ապագա եք պատկերացնում հասարակության եւ արհեստական բանականության համատեղ այսպես գոյության պայմաններում։ Կարող են համերաշխ լինել։ Թամենայնով այդ բախումը անխուսափելի է։ Իմ կարծիքով, այստեղ իրավիճակի զարգացման շատ տարբերակներ կան։ Կախված թե ով է հասնելու, քանի որ հիմա գնում է շատ ինտենսիվ մրցունակություն, շատ ճիշտ եք մրցում են իրար հետ մարդիկ եւ արհեստական բանականություն։ Թե ով է վերջը ստանալու այդ սուպեր։ Ի վերջո Դավիթ կամազանվեց, որ շատ-շատերը զրկվեցին իրենց աշխատանքից, հա, հենց արհեստական բանականության շնորհիվ կամ պատճառով։ Որոշակի զանգված մարդկանց, այո, զրկվել է աշխատանքից, այս պահին արդեն, այսինքն ընկերություններում կրճատումներ է գնում, օրինակ հաճախորդների սպասարկման կենտրոններում։ Այո, վերահսկման ոլորտում։ Դա արդեն տեղի է ունենում ու ապագայում դա ավելանալու է, այսինքն մարդիկ այլևս կախված չեն լինելու աշխատանքից, հետաքրքիր ձևակերպում ասեցի, չէ, կախված չեն լինելու աշխատանքից, ինչու, որովհետև մեզ այդ մրցակցությանը մասնակցող ընկերությունները ասում են, որ գալու է ժամանակ, որ դուք աշխատանքի կարիք չեք ունենալու, լինելու է բարձր եկամուտ բոլորի համար, այ հենց արհեստական բանականության շնորհիվ։ Ցավոք ես կարծում եմ, որ լինելու է ժամանակ եւ մարդկությունը պարզապես սպասարկելու է արհեստական բանականությանը, ասիկեն հենց մարդիկ են աշխատելու արհեստական բանականության համար, այլ ոչ թե ճիշտ հակառակը։ Շատ հնարավոր է, այսինքն եթե մենք ստեղծում ենք մի բան, ինչին տալու ենք ինքնագիտակցություն, սովորելու ընդունակություն, այսինքն կարող ենք արդեն նախ այդ ինտելեկտին արհեստական չկոչել։ Բայց եկեք համաձայնվենք, որ արհեստական բանականությունը էլ անվճար չէ։ Հա, եթե ուզում եք օրինակ պրոֆեսիոնալ ծրագրեր ունենաք, իհարկե այս պահին վճարը շատ փոքր է, բայց ժամանակի ընթացքում վստահ եմ շատ ավելի բարձր արժեք ունենա եւ այնքան էլ հասանելի չի լինի բոլորին։ Իմ կարծիքով վերջնական նպատակը լինելու է նա, որ բոլորին հասանելի լինի։ Երևի թե անվճար չլինի, եթե փողը որպես արժեք իհարկե այդ պարագայում դեռ ծառայի մարդկանց կարող է ինչ-որ սիմվոլիկ վճարով լինի, բայց
հասանելիությունը պահպանելու։ Հիմա գեներատիվ AI մոդելները ունեն տարբեր պլաններ։ Անվճար, վճարովի եւ ասենք օրինակ ChatGPT Pro-ն բավականին թանկարժի, ամսական 250 ԱՄՆ դոլար։ Դուք որ տարբերակից եք օգտվում Pro։ Այստեղ տարբերությունը իրականում բավականին մեծ է անվճարի եւ վճարովի ցանկացած տարբերակի մեջ։ Նոր մոդելները ավելի մեծ ծավալով ինֆորմացիային կարող մշակեն, ավելի ճիշտ ճշգրտված պատասխաններ են տալիս եւ այլն այս բայդրությամբ։ Վերջերս հետաքրքիր զրույց եմ ունեցել Հայաստանում գործող բավականին հայտնի լուսանկարիչներից մեկի հետ, ով բողոքում էր հենց արհեստական բանականությունից, որ շատերը այսօր նախընտրում են ինչ որ ավելի թանկ վճարել կան իրական օրինակ ֆոտոշուտներ եւ գեներացնել լուսանկարներ շատ րոպեների կամ չգիտեմ նույնիսկ երբեմն վայրկյանների ընթացքում ինչ է կարծում արդյոք այսօր նաեւ արվեստն է թիրախավորված արհեստական բանականության կողմից հենց այս բայդրությամբ չեմ կարծում որ թիրախավորված է արվեստը ունի կրեատիվ հատկանիշներ արհեստական բանականությունը հմտություններ ունի բայց ինչ չունի ճաշակ Գիտեք, պատահական չէր հարցս, որտեվ ի սկզբանե, երբ խոսվում էր արհեստական բանականության առավելությունների մասին, միշտ նշվում էր, որ այ արվեստը երբեք չի կարող լինի այն հասանելի, չգիտեմ, ոլորտը, որ արհեստական բանականություն ավելի լավ կստեղծի, հա, մարդկանցից, բայց այսօր նաև տեսնում ենք երաժշտության ոլորտում հա ծրագրեր, որոնք վայրկյանների ընթացքում գեներացնում են այնպիսի գործեր, որ նույնիսկ չես էլ կարող հասկանալ սա իրական է թե երաժշտության մեջ համաձայն եմ, բայց ինչ չի ասի նկարչության մասին օրինակ։ Սա դեռևս, բայց մի կարևոր տարբերակում կա, երբ որ արվեստագետը արվեստ է ստեղծում, ինչ որ ստեղծագործություն, դա գալիս է իմաստով, որովհետև մարդիկ իմաստ ստեղծող էակներ են։ Այսինքն ինչ որ առումով համաձայն եմ, բայց կարծում ժամանակակից արվեստը այնքան էլ շատ խորը բովանդակային չէ։ Հա, այդտեղ տարբերություն կա բնականաբար, բայց ես խոսում եմ, երբ որ ասում արվեստ, ես նկատի ունեմ արդեն նենց ստեղծագործություններ, որ համաշխարհային հայտնիություն են վայելում եւ այլն հիացմունք մարդկանց կողմից։ Այս պարագայում արհեստական բանականությունը ուղղակի ոչ ունի ճաշակ, ոչ կարա ինչ որ իմաստ ստեղծի ու դնի այս ստեղծագործության մեջ սրանով բավականին տարբեր են մարդու ստեղծագործությունը ու արհեստական բանականության կարծում եմ դեռևս է որովհետև եթե այս կարճ ժամանակում մենք ունենք այսպիսի մեծ արդյունքներ վստահ եմ տարիների ընթացքում այնպիսի գործեր կստեղծվի արհեստական բանականության կողմից որ շատ ավելի լավը կլինեն նորից պատերների ճանաչողությամբ արհեստական բանականությունը կարա ստեղծի ինչ որ շատ գեղեցիկ նկար օրինակ բայց այս նկարը չի ունենալու իմաստ չի ունենալու ստեղծագործողի էմոցիաները որոնք դրված է այդ նկարի մեջ ու ճաշակով մարդիկ միշտ տարբերակելու են մարդու աշխատանքը ստեղծագործությունը արհեստական բանականության ստեղծագործությունից սա երբեք չի վերանա հուսանք Դավիթ դու դատարկաձեռն չես եկել շատ հետաքրքիր սև գրքով The Book of Answers ինչ է սա եւ ինչու է շատ հաճախ քո հենց ստորիներում բլոգի գայթակղում քո հետևորդներին այս գրքով գայթակղում չի ասի բոլորոշները գայթակղվում են բայց ինքը շատ հետաքրքիր գիրք է որը ստեղծել է Սիեթլից մի արտիստ բավականին հաստ գիրք է ու տարբեր պատասխաններ, խորհուրդներ, ինչ որ շատ փոքր արտահայտություններ։ Օգտագործելու ձևը այն է, որ դու իրան ուղակի ինչ որ հարց ես մտածում, պատահական էջի վրա բացում ես, կամ այդ հարցի պատասխանն է, կամ խորհրդի հարկ է, ամեն դեպքում գուշակություն չէ։ Գուշակություն չի, ոչ, գուշակություն չի, ուղակի։ Դե եկեք շատ մի հատ դժվար հարց տանք, տեսնենք ինչ պատասխան կլինի, օրինակ Հայաստանում բնապահպանական խնդիրները ի վերջո կլուծվեն թե ոչ։ Օդի աղտոտվածությունը շատ լավ Listen more carefully than you will know ասում ավելի ուշադիր լսեք եւ դուք կիմանաք շատ լավ ուշադիր կլսենք տեսնենք ինչ կլինի Դավիթ ամփոփենք մեր զրույցը իսկապես հետաքրքիր է որ ունենալով նմանատիպ փորձ ժամանակ եք տրամադրում սոցիալական հա մեդիա հարթակներում նմանատիպ կոնտենտ գեներացնելու համար արդյոք հետապնդում եք հետագայում սա որպես գումար վաստակելու միջոց որովհետև այս պահին նկատում եմ որ այդպիսի միտում դեռևս չունեք
Այո, այդպիսի միտում ոչ սկսելուց է եղել, ոչ էլ հիմա կա։ Այսինքն մի օր Դավիթը չի հայտնվի ինչ որ գրքով գովազդելու կամ ինչ որ նմանատիպ բան, թե Դավիթը շատ հնարավոր է, որ գրքով կհայտնվի, շատ հնարավոր է, որ կսկսի վաճառել իր digital product-ը։ Շատ լավ, ինչի մասին։ Շատ հնարավոր է, որ կփորձեմ Մոնետիզացնել այս ամենը, որովհետև դա շատ բնական երևույթ է ու չեմ կարծում, որ դրա մեջ ինչ որ բադ բան կա։ Չէ, բնավ։ Ու հայկական շուկայում կոնտենտ ստեղծողների մեջ որակով digital product ունեցողները շատ քիչ են։ Համաձայն եմ, նամանավանդ ընդհանուր ինտելեկտի, կրթական եւ այլ թեմաներով, այո։ Շատ լավ, արդյոք մի օր Դավիթ այսպես դուրս կգա բլոգից եւ իրական, հա, կզբաղվի կրթությամբ, այսինքն, չգիտեմ, ինչ որ ծրագրերով հանդես կգա, տրեյնինգներ կկազմակերպես եւ այլն։ Շատ հնարավոր է, որ կկազմակերպենք ինչ որ սեմինարներ կամ վեբինարներ եւ այլն մեծ խմբով մարդկանց հետ աշխատելու համար, չեմ բացառում։ Կամ ինչու՞ չէ, նաև նոր հետաքրքիր գաղափար կարող եմ քեզ տալ, ստեղծել ակումբ ինտելեկտուալ մարդկանց, այսպես չգիտեմ, կամ մարդկանց, ովքեր հետաքրքրված են նմանատիպ կոնտենտով։ Հնարավոր է ուղղակի իմ կոնտենտը մենակ ինտելեկտուալ մարդկանց մասին չի։ Իմ կոնտենտը ստեղծված է նրա համար, որ մարդուն առաջի հերթին բացատրի, թե ոնց է աշխատում իր ուղեղը եւ ինտելեկտը, միտքը, այնուհետեւ ոնց այդ ամեն ինչը օգտագործելով մարդը հասնի իր նպատակներին, որովհետեւ որ ուշադրություն դարձնեք, իմ բիոյի հատվածում գրած է երազանք, նպատակ, քայլ, արդյունք։ Այ հաջորդած հենց սրա մասին էր, եթե ոլորտային այսպես մասնագիտացում տանք, ինչ մասնագիտացում ունի ձեր կոնտենտը։ Հոգեբանություն, տեխնոլոգիաներ, դա տարբերվում է հոգեբանությունից։ Դա ընդհանուր, եթե սենց վերցնենք, բարձր արդյունավետության executive coaching-ը կոչվում։ Ես այդ բառը չեմ սիրում coaching, որովհետև հիմա շատ վատ նեգատիվ ասոցիացիաներ ունեն համաձայն եմ բառի հետ, բայց դա տեղից է գալիս, կիրառելով նեյրոգիտությունից, ինչ որ բաներ կոգնիտիվ հոգեբանությունից ստեղծվում է մի հատ framework, coaching-ի մասին ընդհանրապես մարդիկ տենց նեգատիվ ասոցիացիաներ ունեն, բայց եթե մարդը խելամիտ է ու ճիշտ է օգտագործում իր գիտելիքները, որպեսզի ձևավորվի ինչ որ տրեյնինգ մատերիալներ, այսինքն framework-եր մարդկանց օգուտ բերելու համար, գործնականում շատ կարևոր է նշել, այդ պարագայում իհարկե դիտարկում եմ, որ դա հնարավոր է։ Շատ լավ։ Այսինքն սպասենք, որ կլինի առաջիկայում, հա, իրական հանդիպումներ քո հետևորդների հետ, որոնք օրորի էլ ավելի են շատանում եւ բնականաբար սա միայն ուրախացնում է ինձ, որ Հայաստանում կան այսքան շատ մարդիկ, ովքեր հետաքրքրված են նման տիպ կոնտենտով, որովհետեւ միգուցե սա այնքան էլ ճիշտ չէ եթերում բարձրաձայնել, բայց դու ինքդ նշեցիր, որ TikTok-ում հետևում ես ինչ որ մի կերպարի, որի անունը բնականաբար չեմ տա, որը այնքան էլ ինտելեկտուալ չէ, մեղմ ասած, բայց քեզ համար ցանկալի այսպես կերպար է, ում հետևում ես ժամանցի համար եւ այլն։ Տենց կոնկրետ կերպար չնշեցի, բայց ասացի, որ սոցիալական մեդիաներից միանշանակ օգտվում եմ երբեմն ժամանցի համար։ Ինչ որ կոնկրետ մի կերպար չկա, այսինքն։ Դավիթ, ամփոփենք մեր զրույցը, կարծում եմ մեր ռադիոլսողները, ինչպես նաև մեզ դիտողները շատ հետաքրքիր ինֆորմացիա ստացան, ինչը նոր է։ Ամեն դեպքում այն ինչ անճանաչելի է, երբեմն մի փոքր այսպես սարսափ է մեզ մոտ առաջացնում, բայց կարծում ժամանակի ընթացքում այդ համակցությունը, ընկերությունը արհեստական բանականության հետ կարող է հա բերել այսպես համերաշխ կացության, որովհետև այն ամենայնիվ մենք ունենք այն ինչ ունենք եւ չեմ կարծում, որ մեր որոշումներից է կախված կլինի արհեստական բանականությունը, թե չէ։ Մենք միայն կարող ենք որոշել կկիրառենք այն մեր առօրյա կյանքում, թե չենք կիրառի։ Թեպետ այսօր կարծում եմ, եթե աշխատանքային յուրաքանչյուր հա ոլորտում անկախ մեզանից մենք կիրառում ենք եւ շատ հաճախ չենք էլ գիտակցում, որ սա արհեստական բանականության գործիքներն են։ Այո, լինում է։ Այստեղ կարևոր է չմոռանալ, որ արհեստական բանականությունը մարդ չի, մարդ երբեք չի էլ դառնալու։ Արհեստական բանականությունը բազմապատկիչ գործիք է լինելու մարդկանց ձեռքում։ Ոչ ընկեր, ոչ ուրիշ մարդուն փոխարինող, այլ ուղղակի գործիք, որը որ դու կորոշես, թե ոնց ես դու օգտագործելու։
Իսկ մեր սմարթֆոններն էլ կարծում եմ այն գործիքներն են, որ ամեն օր հետևում են մեզ, ուսումնասիրում են եւ եթե բավարարվեինք սմարթֆոններով լավ կլիներ, բայց եթե նկատել եք, այս տեխնոլոգիաները կամաց շատ հետաքրքիր ձևով մեր վարժանում են վարքագիծը, դեպի այո։ գլուխ, այսինքն մոտիկանում է ուղեղին AirPod-երից սկսած հիմա մետա ակնոցներից օրինակ, ու ես չեմ կարող ասել, ասենք ապագայում Առաջիկայում ինչ կարող է լինել։ հա, որտեվ սմարթֆոնները փոխվելու են, այսինքն sense չի մնալու սա։ Իմ վերջին ամենաֆանտաստիկ հարցը երբևիցե որ երևի ձեզ տրվել է եւ կարծում եմ երբևիցե չի էլ տրվի։ Ինչ եք կարծում այս իրականության եւ վիրտուալի սահմանը երբևիցե կկորցնի մարդկությունը։ Չեմ ուզում մտածել, որ երբևիցե կգա տենց ժամանակ, որովհետև դա չի լինի ինչ որ բարի եւ լավ նպատակով։ Որովհետեւ այսօր արդեն նկատում եմ, որ շատերը չեն տարբերում այն ինչ իրական է, այն ինչ վիրտուալ է եւ իրենց կյանքը այն բացը որ ունեն, լցնում են վիրտուալով եւ բավարարվում են այդպիսով ժամանակ անցնում է, կյանքը անցնում է։ Այո, վիրտուալ աշխարհում, այսինքն սոցիալական մեդիաներում եւ այլն, իսկ իրականում հիմա դժվար է տարբերակել, բայց ռեալ կյանքում դեռևս չենք հանդիպել։ Նայեք, օրինակ մարդիկ բավարարվում են վիրտուալ ինչ որ ծաղիկներով, սրտիկներով, հա, նմանատիպ բաներով, հնարավոր է իրենց բավարարեն իրենց էգոն, իրենց համար են սիրված, բայց պետք է գիտակցել, որ սա ամեն այո, դա իրականում տարական հոգեբանություն գիտելիք ունեցող մարդը հասկանում է, որ մենք գործ ունենք այն ազդակների հետ, որոնք ազդում են մարդու ուղեղում պարգևատրման մեխանիզմները։ Այո։ Այդ նույն ձեր ասած սրտիկներ, ծաղիկներ եւ այլն, այդ ամեն ինչը կապ ունի։ Բայց չեմ կարծում, որ երբևիցե դա կփոխարինի իրական, ռեալ զգացումների մարդկանց եւ իրենց հարաբերությունները։ Բավարարվում է ձեր էգոն, երբ ինչ որ տեսահոլովակ որ ներկայացնում եք բազմաթիվ, այսպես հավանությունների արժանանում։ Կփոխեի հարցի ձևավորումը, ոչ թե բավարարում է իմ էգոն, այլ ես ուրախանում եմ, ոչ թե որ ես հավաքեցի 10,000 լայք, այլ որ 10,000 հոգի այս տեսանյութը սկզբից մինչև վերջ նայեց ու կիսվեց նաև իր անկերոջ հետ ու գտավ ինչ որ օգտակար բան իր համար։ Դա իրապես ինձ ուրախացնում է։ Այնուամենայնիվ դուք սկսում եք կախվածություն ձեռք բերել այս ամենի։ Ես չի ասի, որ ես կախվածություն ունեմ սոցիալական մեդիաներից, բացարձակ ոչ։ Իսկ հետաքրքիր, եթե մի օր օրինակ տեսանյութ հրապարակեք եւ այն բացարձակ որովհետեւ հավանության չարժանա։ Սա ձեզ ինչ որ հոգեպես չմոռանանք, որ սոցիալական մեդիայի էջեր վարելը սկսվում է հենց 0-ական կետից, այսինքն դու հրապարակում ես տեսանյութ, որի վրա աշխատել ես գուցե 5-ից 6 ժամ, որը հավաքում է 200 դիտում եւ այդքանը։ Որովհետև ալգորիթմը նաև փորձարկում է կոնտենտ ստեղծողին, այսինքն սա այն մարդն է, որ շարունակելու է կոնտենտ ստեղծի, թե ուղղակի զբաղվում է տենա viral, ասենք տեսանյութ կսարքի, թե չէ։ Վերջի հարցս արդեն նկատում եմ, որ ունեք ատողներ, մեղմ ասած, հա, հեյթերներ, ինչպես եք վերաբերվում այս ամենին, հա, նրանք էլ վստահ եմ ձեզ են շատ սիրում։ Ինչն է հարցը, արդյոք մրցակցություն են տեսնում ձեր մեջ, որովհետև ես իմ փորձից կարող եմ ասել, որ լինելով հանրային, հա, ունենալով հեռուստանախագծեր եւ այլն, շատ հաճախ ես էլ եմ թիրախավորվել, իհարկե չափի մեջ այսպես կոմենտները շատ նորմալ եմ դիտարկում, բայց օրինակ վերջերս ունեցել եմ շատ տհաճ փորձ, երբ տարիներ առաջ ինչ-որ կոմենտներ էր թողված իմ անձնական ինչ-որ վիդեոների տակ, որը շատ վիրավորական էր։ Արդյոք պատրաստ եք, հա, այդ զզվելի, այդ, չգիտեմ։ Գիտեք, ես մտածում եմ, որ մարդիկ տարբեր ձևով են իրենց սերը արտահայտում։ Եվ դա սիրո արտահայտում։ Ես էլ եմ նման դեպ մտածում, սա էլ է ուշադրությունը այնուամենայնիվ, որ մարդ ժամանակ է տրամադրում, շատ տհաճ բաներ է գրում, ինքն էլ վախենալով է գրում, բնականաբար, որովհետև գիտի, եթե ես իմացա, շատ վատ հետևանք կլինի։ Շատ մանկական հոգեբանություն է այդտեղ գործում։ Հեյթերների հոգեբանությունը հետևյալն է, ձեր ուշադրությունը գրավելու։ Եթե նկատել եք, անպայման fake է ջոբ, բայց անպայման դա չի քննարկվում, բայց ձեր ուշադրությունը գրավելուց հետո, եթե դուք իր մեկնաբանությանը նեգատիվ պատասխանեք նույնիսկ, նրանք էլ չեն խոսում ձեր հետ։ Իր նպատակը քո ուշադրությունը գրավելը է, ֆունկցիան կատարել է։ Всё, այս մարդը ինձ տեսավ, հասկացավ, որ ես էլ գոյություն ունեմ ու ունեմ այլ կարծիք։ Մի փոքր ցավացրեց, խայթեց, կամ էլ ոչինչ չարեց։ Կամ ոչինչ չարեց։ Դավիթ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ջերմ ողջունում ենք Դավիթի բոլոր հետևորդներին, իսկ ովքեր մեզ լսում են, անպայման հետևեք Դավիթին Instagram-ում, TikTok-ում, Դավիթ, ինչպես է։ Ակի գծիկ MKR։ MKR, այո, հետևեք անպայման, բացառիկ հետաքրքիր կոնտենտ ստանալու համար։
Նաև ողջունում ենք բոլոր հեյթերներին, ինչու ոչ, շարունակեք անպայման ոգեշնչել Դավիթին, ոգեշնչեք նաև ինձ, գրեք, հետևեք բոլորիս, որովհետև այնուամենայնիվ ընդունեք թե չընդունեք, ես կամ այո, երևույթը կա արդեն հայկական մեդիա հարթակներում, պես որ սա ձեր ընտրությունն է, սիրեք, հետևեք թե ոչ։ Շատ շնորհակալություն հրավերի։ Շնորհակալ եմ։ Բայլեցի ես այս զրույցը։